Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննելով Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցը համաձայնություն տալու հանգամանքը բավարարել է, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նշվածը չի հանդիսանում անձեռնմխելիությունից ընդհանրապես զրկում։ Ես տեսա մի քանի լրատվականներ նման վերնագիրն էին օգտագործել, սա վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնությանը։ Այնուհետև սկսվեց քննարկումը արդյոք խափաման միջոց ազատազրկելուն վերաբերող կարող է կիրառվել, թե ոչ, կրկին դա պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տա, եթե առաջնորդվում ենք այն մեկնաբանությամբ, ինչով այս ամենը տեղի ունենում։ Մենք ներկայացրեցինք մեր հակափաստարկները։ Շատ պարզ ասեմ, նիստի ընթացքում, որը կրկին դռնփակության կարգով էր քննվում, падգամավորի կարգավիճակ եւ լիազորությունների ստանձնում, այն հարցը, որը մի քանի ժամ առաջ միասին էին քննարկում նույն Սահմանադրական դատարանի 16-19 որոշման տրամաբանությամբ։ Ակնհայտորեն ձեզ բացահայտեմ նաեւ, ես ինքս հիմա եւս ունեմ падգամավորի կարգավիճակ։ Նարեկ Կարապետյանը ունի падգամավորի կարգավիճակ։ Ուզում եմ նաև նշված դետալը եւս բացահայտել, Նարեկ Կարապետյանը ուժեղ Հայաստան առաջիկայում ձևավորվող խմբակցության տեսանկյունից այնպիսի առանցքային դերակատարում ունի, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ այս ամենը, երբ ասում ենք, նպատակ ունի նաև քաղաքական ընդհանուր գործունեությունը, ոչ միայն Նարեկ Կարապետյանը, այլ ուժեղ Հայաստանի խաթարելու պատահական չենք նշում։ Այդ հանգամանքները նիստի ընթացքում էլ եւս ներկայացվեց, այսինքն թե իրավական կոմպոնենտը սահմանադրաիրավական, թե քաղաքական բաղադրիչը։ Երկուսն էլ պարտադիր քննարկման ենթակա են։ Падգամավորի կարգավիճակը եւ լիազորությունների ստանձնման հարցը կքննարկվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 15-30-ի դռնփակ նիստի ժամանակ։ Երեկ առաջին անգամ ունեցանք մի իրավիճակ, որը ես երբևէ չէի տեսել։ Լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը Նարեկ Կարապետյանի գործի մասին։ Երեկ մենք կարելի ասել ունեցանք մի իրավիճակ, որը Հայաստանի Հանրապետությունում ես երբևէ չէի տեսել։ Այսինքն իրավիճակ, երբ այլևս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրում է, որ падգամավորի թեկնածուն այլևս ունի падգամավորի կարգավիճակ եւ դրա պայմաններում անկախ այդ հանգամանքից իրականացնում է քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդության քննություն։ Մենք նման դեպք նախկինում չենք ունեցել։ Մի հետաքրքիր հանգամանք բացահայտեմ ձեզ, 2021 թվականի հուլիս ամսին Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից, երբ արդեն Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվել էր, ներկայացվել էր միջնորդություն քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու, ինչպես նաև անձի ազատության սահմանափակման վերաբերյալ, խոսքը վերաբերում էր այդ ժամանակ այլևս կրկին ոչ թե падգամավորի թեկնածու, այլ փաստացի падգամավորի կարգավիճակը ունեցող պարոն Իշխան Զաքարյանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված միջնորդությունը վերադարձրել էր։ Ճիշտ այնպես, ինչպես 2026 թվականի հուլիս ամսին վերադարձրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նարեկ Կարապետյանին վերաբերող միջնորդության քննության այս գործընթացը։ Վարդևանյանի խոսքով կարծես թե դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգավիճակը որոշակի իմաստով շփոթել է վարչական դատարանի կամ վերաքննիչ վարչական դատարանի հետ, քանի որ ներկայացնելով նույն միջնորդությունը դատախազությունն ակնկալում է, որ ԿԸՀ-ն պարզապես իր դիրքորոշումը պետք է փոխի։ Մամուլում տեղեկություններ են տարածվում զինծառայողի մահվան մանրամասների վերաբերյալ։ Արմլուր կայքի տվյալներով զինվորին ծեծել են հասցնելով ինքնասպանության։ Ըստ նախնական վարկածի մահացած զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը ճակատագրական է դարձել նրա համար։ Կայքի իրավապահ համակարգի աղբյուրները հայտնել են, որ զինվորի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում նախատեսվում է 2 անձի ձերբակալություն։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 21-ին հայտնի է դարձել Պաշտպանության նախարարության այն զորամասի զինծառայողի մահվան մասին։ Ըստ սոցցանցերում հրապարակված տվյալների մահացած զինվորը 22-ամյա Նարեկ Թորոսյանն է։ Նա Սլավոնական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանող էր։ Ավարտվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը։ Նրան տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Աջակիցները ծափարություններով են ճանապարհել Ծառուկյանին։
Հարցաքննության ընթացքում պարզ է դարձել, որ մինչ նրա առերեսումը իրանցի վկայի հետ, պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից։ Իր խոսքով պատճառն Իրանի քաղաքացու ցուցմունքն է այն մասին, որ ինքը Երեմ Սարգսյանը կարող է ունենալ տվյալներ գործի վերաբերյալ եւ հարցաքննվել վկայի կարգավիճակով։ Փաստաբան Երեմ Սարգսյանին այսօր ժամը 15-ին հրավիրել են քննչական կոմիտե հարցաքննության։ Փաշինյանին Եկատերինբուրգում հստակ ասվել է, որ պետք է կատարի իր ընտրությունը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դաշնության խորհրդի անդամ Վլադիմիր Ջաբարովը։ Ըստ քաղաքական գործի, համաշխարհային անկայունության պայմաններում Հայաստանի գոյատևման միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է եւ Եվրասիական տնտեսական միության շարունակական անդամակցությունը։ Նա նշել է, որ հայ գյուղացիների շրջանում արդեն իսկ դժգոհություն կա, որովհետեւ նրանք չեն կարողանում վաճառել իրենց ապրանքները ռուսական սահմանափակումների պատճառով։ Ռուսաստանը մտադիր չէ վրեժ լուծել Հայաստանի ժողովրդից, բայց պետք է հասկանալ, որ մենք նույնպես ունենք մեր սեփական շահերը, հայտարարել է նա։ Встреча невозможна, она уже согласована. Վաղն առավոտյան կհանդիպեն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովը հիշեցրել է օգոստոսի 15-ին Անկորիջում նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման մասին եւ նշել, որ այդ ժամանակ իրենց խնդրել են գնալ ամերիկացիների ձևակերպած փոխզիջումներին եւ ռուսական կողմը համաձայնել է։ Նախագահ Պուտինը հույս էր հայտնել, որ այդ պայմանավորվածությունները հենակետ կդառնան ուկրաինական խնդրի լուծման եւ ընդհանուր առմամբ ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար, ասել է նա։ Լավրովը շեշտել է, որ Մոսկվան կարծում է, ամերիկյան կողմն առայժմ չի հրաժարվել իր իսկ ներկայացրած առաջարկներից, ինչ վերաբերում է նախագահ Թրամփի կանխատեսումներին կարգավորման մոտալուտ լինելու մասին, վաղը կհետաքրքրվեն Մարկո Ռուբիոյից, մանավանդ որ նա նույնպես բավականին հակասական է մեկնաբանել Անկորիջի արդյունքները, ասել է ռուս դիվանագետը։ Договоренности станут опорной точкой для решения украинской проблемы. Ուկրաինական հեռահար հարվածներով խոցվել են Ռուսաստանի Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասի լոգիստիկ հաբերն ու նավթաբազան, ինչպես նաեւ Սև եւ Ազովի ծովերում ռուսական այսպես կոչված ստվերային նավատորմի 5 նավ, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հարվածների թիրախում է եղել նաեւ Վալբերիզի լոգիստիկ խոշոր կենտրոններից երկուսը։ Զելենսկին նշել է, որ Կիևը ներկայացրել է խաղաղության իր առաջարկները եւ Մոսկվային պետք է ստիպել դիմել դիվանագիտության։ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի վրա ծախսել է ավելի քան 37 միլիարդ դոլար, հայտարարել է Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը։ Նա նաև շեշտել է, որ օրենսդիրները պետք է շտապ հաստատեն Պենտագոնի լրացուցիչ ֆինանսավորումը 87 միլիարդ դոլարի չափով, որից 67 միլիարդ դոլարը նախատեսված է Մերձավոր Արևելքում գործողությունների համար։ Ֆրանսիայի հարավում բռնկվել է անտառային խոշոր հրդեհ, կրակն արդեն ընդգրկել է մոտ 3000 հեկտար տարածք։ Հրդեհից առաջացած ծուխը պատել է մոտակա թաղամասերի ամբողջ երկինքը։ Հնդկաստանում ընձառյուծը ներխուժել է գինու խանութ, կենդանին ցատկել է մարդկանց վրա, հարվածից վիրավորվել է 3 մարդ, հայտնել է հնդկական հեռուստաալիքներից մեկը։ Կենդանու արկածները ֆիքսել է խանութի տեսախցիկը։